Վերջերս մի խումբ հայհայտնիներ կրկին մեկնել էին արտերկիր, մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով։ Նրանց թվում էին նաև երգչուհիներ Նունե Եսայանն ու Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև Ավետ Բարսեղյանը։ Նունե Եսայանն էլ սոցիալական հարթակներում Ավետի ու Սոնայի մասնակցությամբ կադրերով է կիսվել, որտեղ երեքով միաժամանակ կատարում են Նունեի երգերից մեկը։ Հոլովակը հասցրել է մեծ տարածում գտնել համացանցում արժանանալով համացանցի օգտատերերի հիմնականում դրական մեկնաբանություններին։ Նշենք, որ արդեն տարիներ շարունակ է, ինչ երգչուհու անձնական կյանքն ու նրա ստեղծած ներդաշնակ ընտանիքը հանրության ուշադրության կենտրոնում են, ու երգչուհին ինքն էլ չի խուսափում խոսել այդ մասին։ Իր տված հարցազրույցներից մեկում անդրադառնալով ընտանիքին վերաբերող մի շարք հարցերի Նունե Եսայանը պատմել էր. Իմ 50-ամյակին պսակադրվեցինք եկեղեցում, մտածում էինք ինչու փոխենք այս ուղին, եթե ճիշտ գնում ենք, թուղթը մեզ համար կարևոր չէր, իսկ եկեղեցին կարևոր էր, ավոյի մեջ էլ է քիչ աքլորը, իմ մեջ էլ, ցուցամոլությունը մերը չէ, իսկ առյուծ լինելն էլ ինձ զսպում է, որևէ վեճ չի եղել, փոքր հարցերում կարող է նեղացել ենք, բայց դա տևել է մի քանի րոպե, իսկ այս տարիների ընթացքում փոխվել են նաև մեր մոտեցումները տարբեր հարցերի շուրջ, ավոյի շնորհիվ փոխվել եմ նաև ես, բայց այդ անցումն այնքան սահուն է եղել ու բնական, որ մենք չենք էլ զգացել, ուղղակի հիմա երբ մեկ-մեկ հետ եմ նայում նկատում եմ, որ շատ հարցերում իմ մոտեցումներն այլ են դարձել, ես իր բնավորությունից եմ ինչ-որ բաներ վերցրել ինքը իմ, տարիները ցույց տվեցին, որ մենք շոուի համար չենք ամուսնացել, մենք ընտանիք էինք ստեղծում, ոչ թե շոու ապահովում, իսկ ժամանակը ցույց տվեց, որ մեր միության հիմքում սերն է, ուրիշ ոչինչ, իսկ այսօր ունենք հրաշալի երկու երեխա, ինձ երբեք չի հետաքրքրել ուրիշի կյանքը, երբեք չեմ նախանձել, չեմ վնասել մարդկանց, էմոցիան է պակասել, որքան հնարավոր է օրվա ընթացքում մարդկանց հետ շփվեք, բայց համակարգչից դուրս։ Հայկական խոհանոցը ես շատ լավ գիտեմ, բայց հայկականի տերը սկեսուրս է, ես պատրաստում եմ յուրօրինակ ճաշատեսակներ, չինական, իտալական, ճապոնական, մի խոսքով աշխարհի կերակուրները, մենք լրիվ կիսել ենք, ամբողջ հայկական բաժինը սկեսուրինս է, իսկ աշխարհի կերակուրները իմը, այնպես որ շերեփի խնդիր չունենք, ավոն էլ երկուսիս պատրաստածը շատ հավանում է, իսկ խոհանոցն ընդհանրապես իմ թուլությունն է, ես այնտեղ ինձ շատ լավ եմ զգում, շատ տարօրինակ ու յուրօրինակ բաներ եմ պատրաստում, իմ պաշտոնական էջերում հաճախ տեղադրում եմ տեսանյութեր ու արձագանքները միայն դրական են, դա էլ յուրօրինակ ձև է լսարանի ու երկրպագուների հետ շփվելու, անմիջական շփումները իհարկե այլ զգացողություններ են, բայց այդ տիրույթն էլ է հետաքրքիր, վերջին 2 տարին է, որ ակտիվություն եմ ցուցաբերում, միշտ մտածել եմ, որ ինքնագովեստ է, բայց հասկացա, դա այսօր շատ կարևոր է եւ ոչ թե ինձ գովելու, այլ պարզապես ինֆորմացիայի տարածման համար։ 2015 թվականին շուրջ 16 բարեգործական համերգ եմ ունեցել եվրոպական երկրներում, բայց դրա մասին չեմ խոսել, չեմ բարձրաձայնել, իսկ սկսվեց նրանից, որ հրավիրում էի իմ արտիստ ընկերներին ու մենք ուղիղ եթերում երգում էինք այնպիսի երգեր, որոնք չկային մեր երգացանկում, մեկնաբանություններից հասկանում էի, որ հետևորդներին հետաքրքիր է ինձ եւ իմ հյուրին տեսնել նոր ձևաչափով, շատերին հետաքրքրում էր, թե մենք կարող ենք կենդանի երգել այն երգերը, որոնք իրենք են ցանկանում, երգում էինք համաշխարհային հիթերից մինչև ժողովրդական, բացի այդ, եթե ուզում ես լսարանդ մեծ լինի, ապա պետք է գործես նաև համացանցում։ Արվեստը կանգ է առել պայմանավորված քովիդով եւ երկրի վիճակով։ Իհարկե կան երիտասարդներ, որոնք ակումբներում համերգներ են ունենում, բայց ես դեռ այն ժամանակից էլ չեմ երգել ակումբներում, իսկ վերջերս սկսել եմ ստեղծագործել։ Չգիտեմ, Աստված այնտեղ վերևում ինչ է որոշել, բայց արդեն 2 երգի երաժշտություն եւ 1 երգի խոսքերի հեղինակ եմ։ 1 երգի խոսքեր էլ գրել է Ավետ Բարսեղյանը ու պատրաստվում ենք նկարահանել տեսահոլովակ։ Հիմա պատվերով է ամեն ինչ, իսկ պատվերով արված երգը չի կարող հույզեր փոխանցել։ Եթե քեզ ժամկետ են տալիս ու ասում են 1 շաբաթում բառերը գրել, հետո երաժշտությունը, ապա այդ երգերը միայն տուժելու են, իսկ այն երգերը, որոնք ծնվում են ու հետո առաջարկվում ինչ-որ մեկին, այլ ճակատագիր են ունենում, բայց այդ վիճակը միայն մեզ մոտ չէ, այլ ամբողջ աշխարհում։ Պատճառը թերևս այն է, որ այս նոր սերունդը այնքան զբաղված է համակարգչային աշխարհով ու այսպես ասած ի վիճակի չէ մեծ ֆայլեր ընդունելու, հետևաբար պետք է տաս այնպիսի գործ, որը պարզունակ կլինի մտածելու տեղիք չի տա, իսկ 2 երգն էլ գրել եմ երազում, այդպես շատ է եղել, պարզապես այն ժամանակ չկար ձայնագրող հեռախոս, մինչև արթնանում էի, մոռացած էի լինում, շատ է եղել, որ երազի
երեխաներիս մեջ նոր երգ եմ երգել, իսկ վերջերս 2 անգամ եղավ, աչքերս բացեցի, ձայնագրեցի հեռախոսով, երկուսն էլ ռոմանս են։ Դստերս Էլիզաբեթի մեջ մի ուրիշ հրաբուխ է կուտակված, չգիտեմ որտեղից է դուրս գալու այդ լավան, շատ լավ զգում է ջազ ստեղծագործությունները, նկարում է հրաշալի, որը հայրիկի ու պապիկի գեներն են, պարում է իր հորինած պարերը, Հենրին նույնպես ունի այդ ձիրքը, բայց ավելի զուսպ է։ Երգն ու դերասանությունը Էլիզաբեթինն են, երկուսն էլ Ավոյին են նման, պարզ ու մաքուր, բայց ես այն ծնողներից չեմ, որ իմ երեխան է, ուրեմն պետք է առաջ գնա, եթե տեսնեմ տաղանդ չունեն, երբեք առաջ չեմ տանի, միշտ զայրացել եմ այն ծնողների վրա, որոնք իրենց երեխային անընդհատ ուզում են առաջ տանել, այն դեպքում, երբ երեխան տաղանդավոր չէ։ Տարիներ առաջ ձայնասկավառակները գումար վաստակելու միջոց էին, մեր ժամանակ CD-ները վաճառվում էին համերգի ժամանակ, հանդիսատեսը դուրս էր գալիս համերգից ու ոգևորված գնում էր, հիմա համերգ չկա, CD էլ չկա, բայց իմ հանդիսատեսը կայուն է, այսօր սերնդի խնդիր կա։ Իհարկե ունեմ երգեր նոր ռիթմիկայով, բայց միայն ունենալու համար, նաև չենք կարող չնկատել, որ երիտասարդ երգիչներից շատերը, օրինակ Գարիկն ու Սոնան, Արամեն Պետրին երգում են ժողովրդական երգեր նոր գործիքավորմամբ, իրենց ոճին հարմարեցված, բայց հիմքը ժողովրդական է։ Տարիներ առաջ ես էլ ժողովրդական երգեր սկսեցի երգել, դարձյալ նոր գործիքավորմամբ։ Վերջերս ակումբային մի քանի համերգ եմ ունեցել ու արձագանքները բավական լավն էին։ Ես ուր գնում եմ, իմ նվագարկիչը միշտ վերցնում եմ հետս։ Վերջերս փոքրիկ համերգ ունեցա Կիպրոսում։ Համերգը մեր էներգիան է, հոսանքը, իսկ հիմա 5 է պակաս, որպեսզի հոսանքազրկվենք, որքան էլ հիվանդ լինեմ, վատ կամ գլխացավ ունենամ, ու այդ պահին ինձ կթվա, թե ես ոտքի վրա չեմ կարող կանգնել, ինչպես պետք է բեմ բարձրանամ, հենց բարձրանում եմ բեմ, երգում եմ, ամեն ինչ մոռանում եմ, դա ուրիշ աշխարհ է։ Իմ դեպքում չի ստացվում մանկավարժական գործունեություն ծավալել, ես այդքան համբերություն չունեմ։ Եթե բացում ես դպրոց, նույնիսկ միջակին պիտի ընդունես, իսկ ես միջակների հետ չեմ կարող աշխատել։ Պիտի ծնողին ասեմ երեխային տարեք տուն, ձեր երեխան լավ չի երգում, իսկ դա ծնողին դուր չի գա։ Շատ բաներ են խախտվում կյանքում, բայց դա մի որոշ ժամանակ, առաջին մի տարին երևի, հետո ամեն ինչ գալիս տեղն է ընկնում, որովհետև երկրորդ մարդ է հայտնվում կողքիդ։ Եթե ամուսնացար եւ քո ամուսինն է, ինքը ամենագեղեցիկն է, ամենալավն է։ Գրեթե 20 տարի է միասին ենք Ավոյի հետ, շատ բան է անցնում, կիրքը մի քիչ պակասում է։ Ավո Խալացյանն էլ իր հերթին պատմել էր, որ Նունե Եսայանի եւ իր հանդիպումը եղել է գեղեցկության սրահներից մեկում։ Կաբինետ ուներ Նունեն Ետնամասում եւ ծրագրվում էր Փարիզի գալա համերգը, այդ թվում ես էի։ Կեցցեն ունեն, որ ինքն էլ լինելով այդ բնագավառի մարդ, կարողանում է առաջինը ինքը ունենալ այդ հավասարակշռությունը, հետո այդ հանդարտությունը զուսպ լինելու արվեստը փոխանցի։ Ես շատ էմոցիոնալ տաքարյունի մեկն եմ, շատ է օգնում, որ երկուսդ էլ արվեստի մարդ եք, դա օգնում է ներդաշնակ լինելուն։ Խանդը ընդհանրապես չի եղել, եթե բեմին հավատարիմ ես, փակվում են երկմտելու թեմաները։ Նունեն շատ խելացի է, նա մի քանի քայլ առաջ կանխատեսումներ ունի, շատ պրոֆեսիոնալ է իր գործի մեջ։ Իսկ անդրադառնալով իր հասցեին հնչող վատ մեկնաբանություններին երգչուհին նշել էր. Մարդիկ ատում են ինձ երբեմն գրում են ու ես ասում եմ Երանի ինձ ճանաչեր այս գրողը ու հենց հիմա ամոթից գետինը մտներ իր գրած մտքի համար, իսկապես վատ բաներ են գրում։ Ես չեմ նեղանում, ներում եմ։ Ես ամեն օր ավելի եմ սիրահարվում իմ երկրին, քաղաքին, շրջապատին, եւ որևէ մեկը մի հատ վատ խոսք ասեց, ես կարող եմ պայթել։ Միակ բանը, որ կարող է ինձ ունից անել, իմ երկրին, քաղաքին, հային կպնելն է։ Ես բոլորին սիրում եմ, վատ, լավ, միջակ հայերին։ Խոսելով հայաստանյան այսօրվա իրավիճակի մասին Նունե Եսայանն ընդգծել էր. Կոպիտ կհնչի, բայց սովորեցինք, բայց ծեծելով վերքը կոպտացավ, էլ ցավ չես զգում։ Եթե մի անգամից լիներ, կարող է խելագարվեինք լրիվ, բայց ես կարծես թե զգում էի, որ էլի է վատ լինելու։ Այս երեխաները երկակի հերոսներ են։ Ինձ քարկոծեցին, ինչ ասեցին, երբ մի հաղորդման ժամանակ ասացի, ուր է այդ հայրենիքը, որ իմ երեխան ասի զոհվել են ինչի համար, բա ուր է այդ հայրենիքը, ինչ եմ ասելու, ինչ ձեռք բերեցինք, այդ խորը ցավից հետո պետք է երգեինք, երգելս չէր գալիս։ Հիմա ինձ ասում են երգի Գետաշեն, չեմ երգում, այդ երգերը հանել եմ երգացանքիցս, չեմ կարողանում ոգևորել, մեր ոգին կոտրեցին, առաջին ամիսներին չէր ստացվում, հենց մտածում էի սիրտս ճմլվում էր, ասում էի ոնց երգել, բայց հետո հասկանում ես, կարելի է տանը սգալ, ողբալ, լալ, մի լավ լաց լինես, դատարկվի մեջդ, հետո գնաս, քո գործը անես, նշել էր երգչուհին։